Տիկին Մաթևոսյան ըստ էության Ռուբեն Մելիքյանը ահազանգ հնչեցրեց, ինչ է կարծում, ինչու ձեր բարձրացրած հարցը ձայնը տեղ չի հասնում դեռևս։ Ակնհայտ է թե ինչու տեղ չի հասնում, որովհետև մենք գործ ունենք ոչ թե դատական գործընթացի, այլ դատական ֆարսի հետ։ Եվ նոյեմբերի 13-ից սկսած ողջ գործընթացը դրա մասին է։ Մեկ արարով չի հաստատվել, դա 2-3 արարով չի հաստատվել, դա ամեն օր է հաստատվել։ Որ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, ոչ թե դատական դատավարության ընթացքի, այլ դատական ֆարսի հետ։ Սա քաղաքական պատվեր է։ Դատական համակարգը ցավոք սրտի ոչ միայն այս գործով, այլ բազմաթիվ այլ գործերով դարձել է քաղաքական գործիք։ Կալանքները դատարաններում դարձել են պատժիչ գործողություններ ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների։ Կալանքն այլևս ոչ թե հանցագործներին համար պատասխան ազատությունը սահմանափակող մեխանիզմ է, այլ պատժիչ գործողություն է նրանց նկատմամբ։ Մենք գործ ունենք այս գործընթացի հետ։ Ինչի հետ համակերպվել ոչ մենք, ոչ Նարեկ Սամսոնյանը, ոչ էլ վստահ եմ Վազգեն Սաղաթելյանը չենք պատրաստվում համակերպվել։ Ակցիաների ժամանակ մի քանի նամակ փոխանցեցիք, պատասխան ստացել եք։ Մենք պատասխան ենք ստացել Եվրոպական միության Հայաստանում ներկայացուցչության դեսպան Վասիլիս Մարագոսից, ով ինչպես նախորդ անգամ իր պատասխանում գրել էր, որ Հայաստանում դատավարական գործընթացներն իշխանությունների ներքին գործն են, բայց մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես նախկինում դատական գործընթացները Հայաստանի իշխանությունների ներքին գործը չէին։ Ինչպես էր Սվիտալսկին, ԵՄ դեսպան նախկին, գնում մասնակցում տարատեսակ դատավարությունների, գնում բանտախցերում այցելում մարդկանց։ Այդ ինչպես ստացվեց, որ մի քանի տարի առաջ դա Հայաստանի իշխանությունների ներքին գործն էր, հիմա ներքին գործը չէր, հիմա ներքին գործն է։ Նաև նշվել էր, որ իրանք կոնկրետ այս մեր բարձրաձայնած հարցով կապի մեջ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Ասեմ, որ մենք չենք դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև համարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանը վաղուց չի սպասարկում Հայաստանում մարդու իրավունքների Հայաստանի քաղաքացիների իրավունքները, այլ զբաղված է Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանությամբ։ Մենք չգիտենք ինքը ինչ է փոխանցում ԵՄ դեսպանին եւ եվրոպական մնացած պետությունների դեսպանություններին կամ միջազգային այլ կազմակերպություններին։ Մենք ոչ էլ ցանկանում ենք իմանալ։ Մենք այն ինչ համարում ենք ճիշտ եւ արդար բարձրաձայնում ենք եւ մենք մեր նամակում մանրամասն շարադրում ենք, թե ինչ է տեղի ունեցել այս ամբողջ դատական նախաքննական ընթացքում։ Այսօր բարձրագույն դատական խորհրդի դիմաց եք, կարծում եք, որ բարձրագույն դատական խորհուրդն է այս նկարներում պատկերված դատավորների վրա ազդեցություն ունենում, թե ուղղակի չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել, որպեսզի իրենք անկախ լինեն։ Ինչն է ձեր պահանջը հենց Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում ըստ իր գործառույթների դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմինն է։ Դատավորի վարքագծի համար պատասխանատու մարմինն է։ Մենք ակնկալում ենք, որ իրենք ապահովեն համապատասխան միջավայր, որպեսզի դատավորները կարողանան գործել անկախ, որպեսզի դատավորները կաշկանդված չլինեն իրենց վրա առկա տարատեսակ քրեական գործերով, օրինակ, տարատեսակ շանտաժի մեխանիզմներով։ Իրենք պատասխանատու են, իրենք դա պետք է անեն, մեր պահանջը հստակ է։ Ապահովեք համապատասխան միջավայր, որպեսզի դատավորները կարողանան անկախ գործել եւ արդարադատություն իրականացնել, ոչ թե քաղաքական համակարգի կցորդը դառնան եւ գործիք դառնան։ Մենք չգիտենք հիմա այս կոնկրետ դատավարության ընթացքում ինչ մեխանիզմներ են գործել։ Բայց դա մեր խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է բացահայտելը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել արդեն այս գործընթացի հետ կապված, թող ուսումնասիրեն, գործընթաց սկսեն։ Այո, մամուլում հրապարակում է եղել, խնդրում եմ ծանոթացեք։ Դուք որևէ ուսումնասիրություն եղել եք այդ մամուլի հրապարակման հետ կապված, որ նրա դեմ որևէ գործընթաց է իրավական սկսվում եւ այս որոշումն էլ պայմանավորում են հենց այդ հանգամանքով։ Մամուլում եղել է համապատասխան հրապարակում, ես չեմ կարող դրա հավաստիության մասին հստակ կարծիք ասել, դուք ինքներդ կարող եք դա ուսումնասիրել։ Տիկին Առաքելյան,